ասեցիք հայտարարած ներկայացուցիչը, որ արդեն տեսնեն դիմումները տվեք։ Թե սա թերությունները մի տեղ անշան օրինակական դատություններ ուղարկեն, բայց բոլոր կառավարված դիմումները ուղարկել են այդ բանը։ Ուղարկել եք, քանի որ նախորդ դատական նիստում որոշակի քննարկում գնաց, որ նախարարության ներկայացուցիչների հնարավորություն ունենան ամենայն դեպս վերաբերելի առնվազն վերաբերելի մասով ներկայացնել դիրքորոշումը, դուք դրանք ներկայացնելու ձեր հնարավորությունից կարող կօգտվել, իսկ մենք հիմնականում առարկա չենք դարձնում։ Խնդրեմ արվելի ներկայացուցիչ ունեք միջնորդություն, որ ուզում եք նախորդ դատական նիստում ներկայացնել։ Վերջնությամբ ես շարունակեմ։ Դուք որոշում։ Այսպիսով Ներողություն նաև հիշեցնեմ, որ մենք այսօր մինչև ժամ 13:30 ենք աշխատել։ Միջնորդությունը հետևել վերկառնումով է, արտադրության նախարարի պատասխանատվության կառավարության հայտարարության մայիսի 24-ի 42 առողջական ներկայացած միջնորդությունը հավաստության թողնելու քանդերելու կամ դրա հիմնադրական կարգերի մասին որոշում կայացնելու վերաբերյալ։ Օրինակը գտակ, ոնց որ թե թղթային ունենք, օրինակը միանգամից տվեք, ընթացքում նաև մենք ծանոթանանք, եթե ունենք մյուս օրինակը նախարարի ներկայացուցիչների տրամադրել։ Հավասարապես նույնն է, երկուսներ որտեղից Նույն դեպքում հաստատենք ձեր հայտարարությունը նույնն է։ Դրանք պետք է ընթացքում դուք խոսեք, ես ընթացքում կարդամ, որ տարբերությունները նկատենք, կարող եք մի բաներ խմբարկեք, ես ես ընդհատում ասում։ Մի բան այդպես չեն կարող, 16-ից բաղկացած։ Հաստատող ներկայացվեց, խնդրեմ բովանդակային առումով կարճ ներկայացվի։ Ժամանակի հաշվառանձորեն նախագահի հորդորները նախապատմություն շարունակեցի, անդրադառնամ միջնորդության դեպքին և հիմնավորներին։ Այսպես, դատական օրենսգրքի 41-րդ դրվագով համաձայն դատավորի դատական պատասխանատվության ենթարկում բարձրացնել դատական խորհուրդը, ըստ պետք է իրականացի կանդիդատության դատական գործընթացի չանցնելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու, հետազոտությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտումների նշանակություն ունեցող կարգապահական ուժի համաշխատության, կամայականության ու կտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։ Համակարգի 4 հոդվածի առաջին մասի երկրորդ կետի համաձայն իրավունք կարող է հարուցվել դատավորի կողմից օրենքով սահմանված դատավորի վարկանքի կանոնների դիտավորության կամ կոպի կամ խախտելու հիմքով։ Խախտումը վարույթ հարուցող բանի կողմից հայտնաբերելուց հետո եռանցյալ ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Բացառություն են կազմում 67 հոդվածի առաջին մասի 15-16 կետերը, դրանցով նախատեսված վարկանքի խախտումները։ 147 առաջին և երկրորդ մասերի համաձայն հարուցված կարգապահական վարույթի տերողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասի միջնորդության պտղի դիմել չի կարող 2 ամսից ավել լինել։ Նույն հոդվածի առաջին մասում նշված ժամկետը կարող է հարուցող անորոշման, դատավորի բացակայության պայմաններում, դա չգիտեմ, անաշխատունակություն, գործողում և այլն, ժամանակահատվածով կարող է երկարաձգել դատարանի բացակայության հիմքերի և ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվությունը, հարուցող մարմին տրամադրում է համապատասխան դատարանի նախագահին։ 150 հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն պատասխանատվության ենթարկելու հարցը բացառում դատական խորհուրդը քննում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասի միջնորդությունը ստանալու փայտ եռանցյալ ժամկետում։ Բացառիկ դեպքերում դատարանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդյունքության ժամկետը ԲԴԽ հիմնավորված որոշմամբ կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել, իսկ փորձարկություն նշանակելու դեպքում դրա կատարման անհրաժեշտ ժամանակահատվածով ժամկետով։ 150 հոդվածի համաձայն ԲՏԽ ներում է դատավորի պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը եթե առկա է 146 հոդվածի 6-րդ մասով, 147 հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք։ Վարույթը հարուցած մարմինը և երկրորդ կետի համաձայն վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար, օրենքով սահմանված ժամկետները և դատավորը համաձայն այդ հիմքով վարույթի քարոզմանը։ Հաջորդը 2 կետը օրենսգրքի
10-րդ հոդվածը արտացոլում է սահմանադրական սկզբունքային, որ բոլորը հավասար օրենքի և դատարանի առջև։ Դատարանի կողմից արդարացությունը որպես դատարանքով նախատեսված այլ լիազորությունների իրականացնելիս խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ-կառուցողական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքան վիճակից, ծննդից, հաշվանդամությունից, տարիքից կամ ազգականացիական բնույթի հանգամանքից արգելվում է։ Յուրաքանչյուր ոգի գործի քննության ժամանակ որպես իրական փաստարկ իրավունքի օգտագործելու նույնական փաստերով այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ դատական օրենքի այլ նորմատիվ իրականացում մեկնաբանությունը դատարանը անդրադառնում է իրական փաստարկներին։ Այս համավարական կարգավորման համատեքստում վկայակոչվում է ԲԴԽ 2022 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԲԴԽ 80-ՀԿ-21 որոշումը, բողոքը տրված է կարող մասնապես նախորդան ներկայացնել, թե ծանոթ ծանոթանալ համապատասխան բողոքի ինչպես նշեց տրված է ռեկորդ ապերատիվ կարող ուղարկել։ Այսպիսով, ԲԴԽ-ն անտարակուսելիորեն և հստակ արտահայտել է նշված որոշման հետևյալ իրավական դիրքորոշումը։ Ուղղակի մեջբերում որոշումից։ Խորհուրդ արձանագրում է, որ վեր նշված իրավանորմը ժամկետի վերաբերող հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ ու կամայական կամ հայացողական փոփոխության ենթակա չէ։ Եթե օրենքով սահմանված են հստակ ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից և յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետներին վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ։ Ուստի օրենքով սահմանված եռացիա ժամկետի վերջումը ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իրավական հետևանքներ։ Հաջորդ մեջբերումը վերոնշյալ իրավական կարգավորումների համատեքստում անվիճելի է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը խորհրդի կողմից պետք է քննվի և լուծվի եռացիա ժամկետում։ Եվ միայն բացառիկ կանոնքով սահմանված այդ դեպքերում այդ ժամկետը կարող է երկարաձգվել։ Տվյալ եռացիա ժամկետի նախատեսումը ինքնանպատակ չէ։ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամկետը նախատեսելով և գործը քննող մարմինին այդ ժամկետներով սահմանափակելով, օրենսդիրը հետապնդում է իրավիճան նպատակ։ Այն ներառությունը ձեռել որոշակի ժամկետներում քննել և լուծել հարցը, ապահովելով դատավորի համար գործի ողջամիտ ժամկետում քննությունը։ Հիմա հարց է առաջանում, ողջամիտ հարց, թե արդյոք օրենքով սահմանված են հստակ ժամկետներ տվյալ իրավիճակում, թե չէ, մենք գտնում ենք, որ ժամկետները սահմանված են, բացառապես վերը հիշատակված իր կողմից արդեն իսկ ընթերցած կարգավորումներում ու այդ ժամկետները վաղուց վերացել են։ Այդ պարզաբանում առնվազն մենք մինչ այս պահը հաստատապես չենք ստացել։ Այդուհանդերձ հարկ է նաև փաստել անդրադառնալ ԲԴԽ մոտեցմանը, որը կիրառվել է Արտուր Ստեփանյանի գործով մեջբերվում է 33-րդ էջից։ ԲԴԽ-ն արձանագրել է անդրադառնալով միջնորդությանը Ստեփանյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետների լրացած ելույթով առանց քննության թողնելու կամ մերժելու կամ պլանիմադա կարգապահական վարույթը կարճելու մասին միջնորդությանը խորհուրդ այն հիմն է համարում և գտնում է, որ ենթակա է մերժման։ Քանի որ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին խորհրդի համապատասխան որոշման նոր հանգամանքի հայտ գալով պայմանավորված վերանայման հիմքը ծագել է օրենքով սահմանված ժամկետների պահպանման ընդունված խորհրդի համապատասխան որոշման իրական նորմի սահմանադրական դատարանի 25 թվականի ապրիլի 22-ին կայացած որոշմամբ սահմանության մի շարք դրվածքներին հակասող ճանաչելու արդյունքում։ Ու միաժամանակ հարկե նշել խորհրդի արձանագրումը շարունակում, որ գործի վերաբերյալ նոր հանգամանքի ի հայտ գալը իր թիվը սայլի օբյեկտիվորեն պայմանավորված է ժամանակային գործոնով և նոր Երևան երկրացման նոր հանգամանքներում վերանայման միջնորդություն կարող է խեղդել օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասերով սահմանված հիմքերի ի հայտ գալու պահից և անցման ընթացքում։ Հակառակ պահանջական նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտի ժամկետը լրանալու հիմքով պայմանավորված կվերածի ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության բնակման հնարավորությունը ուղղակիորեն հակասելով սահմանադրական դատարանի 25 թվականի հուլիսի 29-ին վերաբերյալ կայացված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը։
Այսպես, այս պատճառաբանությունը, թե վերանայման հիմքը ծագել է նախկին որոշման, սահմանադրությանը մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու արդյունքում և ԲՏԽ ժամկետների պահպանման է նախաձեռնել վերանայման վարույթը, թերևս չի վիճակվում։ Սակայն արձանագրենք, որ թե այն, ոչ էլ այս դեպքում վերանայման վարույթը ավարտված է։ Կայացվել էր, այս գործով էլ կայացվել է համապատասխան 25 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը։ Ինչ վերաբերում է հաջորդ դատողությանը, թե միաժամանակ հարկի նշելով որևէ գործի վերաբերելով հանգամանքի հայտարարի դիվսանի օբյեկտիվան կարողացե ժամանակային գործոնով, ապա պետք է փաստել, որ դա թերևս կարող է ընդհանրական առումով լինել ճշմարիտ դատողություն։ Սակայն այս դեպքում շրջանցվում է շատ մեկ կարևոր հանգամանք։ Այն է, օբյեկտիվորեն ժամանակային գործոնի պայմանավորվածությունը ու կամ դրա առաջացումը պետք է լինի օրենքով, այլ ոչ թե հիմնված լինի զուտ տրամաբանության վրա։ Ու դրա բացական հետևանքները չի կարող գտնել որևէ դիմողի, դատավորի կամ կողմի վրա։ Հաջորդը, այլ թե նոր Երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման միջոցում կարող է բերվել օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերիքի հայտ գալու այս 3 ամսվա ընթացքում դա բնականաբար օրենքով սահմանված ժամկետ է։ Սակայն դրանից ամենևին չի բխում, թե հակառակ պարագայում նոր հանգամանքի հիմքով գործի վերանայման ինստիտուտը ժամկետի դրանալու հիմքով պայմանավորված կվերածվի իբր ինքնանպատակ գործընթացի և օբյեկտիվորեն կբացառի նոր հանգամանքի ազդեցության բնակման հնարավորությունը ուղղակիորեն արտասվելով սահմանադրական դատարանի էլի ինչպես նշվեց ՍԴՕ 1791 որոշման պատկերված դիրքորոշմանը։ Պատճառը հետևյալն է։ Այս հարցը կարգավորված է մասնավորապես 107 հոդվածի 8-րդ մասերով, ըստ որին ԲՏԽ-ն վերացնում է իր որոշումը և կայացնում է նոր որոշում, ու եթե ԲՏԽ-ն նոր Երևան կամ նոր հանգամանքներով վերացնում է որպես քաղաքական պատասխանատվության դատավորի դատողությունների դադարեցնելու մասին որոշումը, ապա որոշում է կայացնում դատավորին իր նախկինում զբաղեցած պաշտոնը վերադառնալու մասին։ Օրինակ, տեսեք, ոնց է դատավորը զգալի։ Դատավոր Ներկոյանի մասով որոշումը։ Օրինակ, ձեր հարցած որոշումը։ Իրականներ բարձրագույն դատական խորհրդի։ Հա, դավաղեցին, որտեղ խորհրդի կողմից կայացված որոշումն է, բայց երբ որ ասում եք Ներկոյանի գործով բովանդակությունը ուրիշ է, եթե ինչ-որ բանի մասին խոսում եք, պետք է մանրամասն խոսենք։ Ինձ մի ընդհատեք, եթե չեք ցանկանում, ուրեմն միայն ցիտեք, որտեղ երբ որ ցիտում եք ու դրանից հետո դրա մանրամասները չի ներկայացում, տպավորություն է ստեղծում, որ բացարձակապես նույն իրավիճակի մասին են խոսում, բայց այնտեղ ուրիշ վիճակ է եղել, այստեղ ուրիշ իրավիճակ է, ամենայն դեպս իմ գնահատման տարբեր են իրավիճակները, գուցե բաներ կան, որ նույնանում են իրավիճակներ կամ նույնանում են, բայց այնտեղ մեր իրավիճակը որ տարբերում է, ընդհանրական որ մի մասն է խոսքը սահմանադրական ճանաչվելու եւ այլն եւ այլն։ Սա է ասում, եթե ես ճիշտ եմ հասկացել, թե ում կամ որ գործի մասին է խոսքը։ Այո, եթե թույլ տաք շարունակեմ, եթե խնդրում եմ գնահատականները որոշմաններ դետել, իմ հաստատումը չութակել, ճիշտ եք ասում, այդ ընդհանրապես արձագանքելը, ասում որ դա մեկ է ինքնական խախտումն է խոսքը, բայց համանման իրավիճակները սահմանադրական որոշման Սահմանադրական դատարանի որոշումից հետո ԲՏԽ-ն կայացել է մի որոշումով վերանայելու։ Ես ես հասկացա, այսինքն հիմա որ խնդրում եք, ասում եք, որ ինձ որոշումները որոշմաններ սերտել եմ, այսինքն դուք ուզում եք ինչ-որ բան խոսեք, դրա պատասխան չստանաք, այդ պատասխանը որոշումից ստանաք։ Դե ես հիմա փաստարկում եմ։ Ինչ-որ բան վիրավորական առումով նկատում եմ։ Չէ, վիրավորական բան առասարակ չկա, ես փաստարկում եմ, դուք ընդհատում եք։ Թե ինձ ֆորմատ ավելի հաճելի է կամ ավելի ընդունելի է իմ համար, որ ընթացքում այդ քննարկում արի։ Բայց նպատակը դա է։ Գնահատական եք տալի փաստարկում։ Ես գնահատական չեմ տալի, նույն փաստարկն եմ ներկա։ Ես էլ եմ փաստարկում, որ դուք ասում եք նույնանման իրավիճակում ես ինչի վերաբերյալ գործով, ես էլ ասում եմ նույնանման իրավիճակ չի։ Իսկ Մարտիրոսյանի վերաբերյալ գործը նույնանման է շահադատարի։ Ես չեմ անում Մարտիրոսյանի գործը։ Վկայակոչեցի, որ ԲՄՏԽ-ն ասա ժամկետներն իմպերատիվ են, դրանց չպահպանելը
հանգեցնում է կամայականության։ Այսինքն դրան էլ եք ուզում անդրադառնալ։ Տարբերություն չկա։ Ինձ համար տարբերություն չկա։ Մեկ դիտարկում անել, դատարան թե մատուցում թե ներկունային կողմուշակ հանդած որդոգերներ են, նրանց ակտերը վկայակոչում են, ես ոչ կեզում ասեմ, նրանց նկատմամբ բդխն գտնվել է հավերաչ կամ, չգիտեմ, արգոնյալ դարքավիճակ են նցել հատարակը։ Ես ասում նրանց նկատմամբ օբյեկտիվ է դրարկական ներերը դերել։ Ես պահանջում եմ ոչ խրական վերապներում կին նկատմամբ։ Այս տրամաբանության կնզում է շողակի։ Ձեր դիրումի նախաբանում ենք լսել ենք, հենց դուք դրա մասին եք խոսում եք, որ նույնանման փաստական հանգամանքներով դատական ակտեր եք վկայակոչելու, մենք այդքանը հասկացանք։ Շարունակում եք։ Այո, շարունակում։ Մինչդեռ բդխն իր որոշումները վերացնելուց հետո նոր որոշում չի կայացել, դատարանը չի վերականգնել, սակայն թույլտվություն է դատարանում։ Ավելի սահմանադրական դատարանը բդխ-ի օրենքի տրված մեկնաբանությունների իրավունքիդար պրակտիկան սահմանադրությանը հակասող ճանաչելով բնավ չի անդրադարձել ժամկետների հարցին, կամ բդխ-ին չի շնորհել նոր ընդհանրական ժամկետներ, առավել ևս, որոնք նախատեսված չեն օրենքով։ Ընդ որում, ԲՏԽ անդամ Յանուհի Թումանյանցի 26 թվականի հունվարի 16-ի դատական նիստում արած արձանագրումը, որը հնում է կատարում դիմողի վերաբերյալ վերջին որոշման 35-րդ կետում արձանագրածին, որն իր հերթին պարունակում է հղում ՍԴ սահմանադրական դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՕ 11-14 որոշմանը վերաբերում է օրինակ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, երաշտական դատական համակարգի առկայության կարգավորումներին, որևէ կերպ չի կարող չեզոքացնել դատական օրենսգրքի կարգավորումները։ Իզուր չէ նշել, որ ԲՏԽ-ն արդեն երկրորդ անգամ է խոստացնում շակերտներում ծաղկացավանել ՍԴ որոշումների արձանագրածները, դրանցից դուրս բերելով առանձին բառեր։ Վերջին անգամ 24 թվականին ՍԴՕ 17-29 որոշման 3-րդ կետից վերցրել էր, ուղղակի մեջբերում։ Խորհրդի կողմից իրական սանկցիայի ազդեցության դատական նիստերի դարաշուն վարույթի մասնակցելու անհնարինության պայմաններում դիմողն ի վիճակի չի եղել ներկայացնել իր դիրքորոշումները նույնիսկ գրավոր կերպով։ Սա սահմանադրական դատարանի որոշման արձանագրությունն է, նախադասությունն է, բայց ստերից խորհուրդը ենթադրել է, թե ՍԴ-ն ԲՏԽ-ին առաջարկում է գրավոր կերպով դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն ընձեռել բացառապես։ Հենց նույնիսկ գրավոր ԲՏԽ-ն ասել է, թե պետք է ուղղակի գրավոր առաջարկել կողմին։ Այսինքն նույնիսկ գրավոր հնարավորություն չի տվել, բայց ԲՏԽ-ն ասել չէ։ ՍԴ-ն ասել է գրավոր, բայց բավարար է։ Ու այս նույն տրամաբանությամբ, այս նույն մեկնաբանությունն է շարունակվում։ Բայց մենք արդեն գործ ունենք պրոֆեսիոնալ կազմի կողմից, լավագույն դատավորների, լավագույն գիտնականների կողմից սահմանադրական դատարանի սահմանադրության սխալ իրարման ու մեկնաբանման հետ, որ իրականացնում դատարանի գործով։ Եվ սա ուշադրությունը հրավիրելու այդ նպատակ է բարձրաձայնելը, որպեսզի երրորդ անգամ դա շարունակի։ Որ սահմանադրական դատարանի որոշումները սահմանադրությունը այլ կերպ չմեկնաբանվի։ Հաջորդում, կամ շարունակում եմ, առնվազն, ինչպես նշեցի, ոչ թե օրենքի բաց վերատեսել կամ հակասահմանադրական օրենքի պատճառով ԲՏԽ-ն խախտում է կատարել, այս սխալ մեկնաբանել ու կիրառել սահմանադրությունը, ինչը փաստվել է առնվազն սխալ որոշումներով։ Այսքան միայն բավարար է փաստելու, որ ԲՏԽ-ն Արտուր Ստեփանյանի գործով ընդունած որոշումը, դիրքորոշումը չի կարող սույն միջնորդության համատեքստում դիտվել օրինական պատճառաբանություն այն մերժելու համար։ Ավելորդ չի նաև նշել, որ համանման իրավիճակում նմանատիպ դատողություններ իրեն թույլ է տվել նաև Ուկրաինայի կառավարությունը։ Սրանից 15 տարի առաջ Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով մեջբերումը արվածավ։ Մասնավորապես այդ գործով դատավորը միևնույն պնդել է, որի նկատմամբ վարույթը պետք է ընդունալ այն ընթացակարգով, որը պարունակում է կարգապահական պատասխանատվության կիրառման վավերության ժամկետներ։ Եվ այդ երաշխիքը չկիրառելը խանգարել է արդար դատական քննությունը 132-ից 133-րդ կետերից դատավորի դիրքորոշումը։ Իսկ կառավարությունը, ոնց որ հիմա կամ ԲՏԽ-ն, Ուկրաինան վիճակում են այնտեղ բողոքը եւ փաստացի ասում են հետեւյալը. դատավորի կարգավիճակը ենթադրում է պատասխանատվություն
Իսկ երբան խախտումը ծանոթացնում է նման դեպքերում ժամանակային սահմանափակում է, վավերության ժամկետներ կիրառելի չի։ Այս 134-րդ կետ։ Ինչ ասեց Միեդը Քանդրադարյանը դրան։ Հաջորդին այս դիտորոշումների կապակցությամբ հիմա հաջորդ կետին անդրադառնամ 2-3 կետը։ Վերադառնալով էլի ներպետական կարգավորումներին, ԲՏԽ 22 թվականի նոյեմբերի 3-ին համապատասխան ԲՏԽ 80 ՀՈԿ 521 որոշմանը ու դրանում անարգված դիրքորոշումներին, ապա ուղղակի մեջբերմամբ պետք է կարելի անել հետևյալ դատողությունը։ Ժամկետային վերաբերող իրավանորմը հանդիսանում է բացարձակ որոշակի իրավանորմ, թե կամայական, թե հայեցողական փոփոխության ենթակա չէ։ Ու քանի որ օրենքով հստակ սահմանված է ժամկետներ, ապա դրանց պահպանումը բխում է օրինականության սկզբունքից եւ յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են ինտերվատիվ բնույթ։ Հակառակ մեկնաբանումն է չի բխում օրինականության սկզբունքից, որի պատմում են գրավոր տեքստով, օրենքով ուղղակի նախատեսած եռացրած ժամկետի վերջում ավարտված իրավական հետևանք չունենալու դեպքում վարորդը պետք է կարճվի, ինչպես արվել է այլ դատավորների դեպքում, բացառելով խտրական կամայական վերաբերմունքը։ 2.4 Հավելյալ պետք է նշել, որ ԲՏԽ այս մոտեցումը ամրագրված է նաև ավելի վաղ, ինչպես նշվեց, այդ Ալեքսանդր Վոլկովը դեմ Ուկրաինայի գործում, որը փաստերը համանման են այս գործի հետ։ 137-րդ կետով Միեդը Ներողություն մեր ձեռքի տակ կային, մինչև 175-րդ կետը Հա, մենք այդ փաստարկումներին անդրադառնալու ենք, եզրահանգում ես Վոլկովի գործի վերաբերյալ ձեր տվածա 11-րդ էջում։ Այդ ասեք մեզ պատահարացեմ հավանականորեն հատվածները։ Ամուսնությամբ չեն ունեցել, եթե բոլորը տեսել են, ծանոթ են։ Հա, բաժանված է եւ նայում են եւ բոլորը արդեն ստացել են, մյուս կողմը ստացել։ Այս ամենակարևոր հատվածները կներեցին։ Կետային։ Դատանը նշել են, որ վավերության ժամկետները ծառայում են մի շարք կարևոր նպատակների, մասնավորապես ապահովելու իրավական որոշակիությունը, հստակությունն ու կանխատեսելիությունը, պաշտպանելու հնարավոր պատասխանողներին հնացած ժամանակավետ պահանջներից, որոնց դեմ հակադարձելը կարող է դժվար լինել, ինչպես նաև կանխելու ցանկացած անարդարություն, որը կարող է առաջանալ, եթե դատավորից պահանջվել որոշում կայացնել անցյալում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, այնպիսի ապահովությունների հիման վրա, որոնք ժամանակային հոսքի պատճառով կարող են լինել ոչ արդյունական, անարդարավատ, կամ ոչ ամբողջական։ Վավերության ժամկետը ոչ միայն Հայաստանի համար, այլ կոնվենցիա պայմանավորող պետությունների բոլորի համար, երբետական իրավակարգերի բնորոշ իրավական երևույթ է, թե քննական, թե քաղաքացիական, թե կարգապահական վարորդներով։ Օրինակ այստեղ հետաքրքիր նկատառում կա։ Նշում է Միեդը, որ Վարշավի դատական խորհրդի կողմից Ուկրաինայում բերի համանման հանրահավաք է։ 2010 թվականին քննած փաստերը վերաբերում են 2003-2006 4 տարվա կառավարության գործերի, փաստերի։ Հետևաբար դիմվածուն մենակ հայտնվել է դառն իրավիճակում, քանի որ ստիպված է իր պաշտպանությունը կառուցել այնպիսի իրադարձություններ առնչվող, որոնք դրանք տեղի են ունեցել հեռավոր անցյալում։ Հիմա նրանք եկեք համեմատենք, հիմա հեռավոր անցյալը թե չէ։ Այնտեղ 2010-ին 2006-ի մասին, այստեղ ես խոսում եմ 26 թվականին 2022-ի մասին, 23-ի մասին։ Տարբերություն կա որոշակի, երևի դեռ ամեն երկար է, մի քիչ։ Ովքեր Ուկրաինայի կառավարության տեսակետը թե կարգապահական պատասխանատվության հետ կապված առավոտյան ժամկետներ չկան, օրենքով նախատեսված չլինելը որևէ խնդիր չի առաջացնում, ու ավելի լավ է տեսակետի հետ կապված, պետք է նշել, որ Միեդի դիրքորոշումը ընդհանրապես հավիճելի է, չի կարելի ուղղակի։
Չի կարողություն ժամկետ չնախատեսել, բայց չնախատեսված ներու պայմաններում Պարտավոր պատասխանատվության ենթարկել։ Դա ամբողջը իմ ընթացակարգի շրջանակներում։ Որտեղ կապ չունի թե ինչ ենք ապահովում։ Իրավունք ենք ապահովում, թե իրավունք չենք ապահովում։ Արգելի բանկները նախորդ դատականիստին հարցում է դարձել, մենք չենք դիմել, որպեսզի մեր դեպքերն իրավունքը ապահովի։ Ողջույն հարցեր։ Հա մենք ենք դիմել։ Բայց այդ լսված լինելու իրավունքներ, հրապարակայնություններ պետք է տեղի ունենա օրենքով սահմանված ընթացակարգերի պայմաններում, կանխատեսելիության, իդեալական որոշակիության պայմաններում։ Չեք կարող 20 տարի հետո նորից, 20 տարի հետո այն ոչ պես տարի կամ մյուս տարիների վերջերը։ 20 տարի հետո պետք է ձերից տեղ կանչեք, որովհետև ուրիշ կազմով, հարցեր դա ինչ եք ասում, հա 2022 թվականին։ Այդ ինչ խախտում եք քեզ վերաբերում։ Այս անդրադառնալով են միջնորդության մեջ ուշացած արտադրությունը ինչ էր ասում։ Այդ ֆիլմը ոնց էր ասում, ուշացած արտադրությունը, այդ արտադրություն չի, թե շոսես մի հատ մեջբերներ կար շատ հետաքրքիր։ 27 թվականին տեղի ունեցածը, ինչպես նախագահը նախորդին նշանակեց 22 թվականի իրադարձությունները, ասում եք 26 թվականին լսված ներու իրավունքը ապահովում է։ Շնորհակալություն կարող չկա մեր պարտականությունները։ Ժամկետները բարձրանում են, տեսա ինչ ընթացակարգային ժամկետներով, օրինակ, ինչքան պետք է գործը քննի։ Օրինակ մեր օրը պլանավորենք, մեր մարտավարությունը մշակենք, ինչքան է սա ժամկետները։ Կարող ասենք մի ամիս 10 օր, այսօր ասենք ժամկետները գործերից հաշվում։ Այսօր ասել ենք, չէ՞ Այսօր ամենականխատեսելի օրն է, ասել ենք 11-ից 1-ը շնորհակալություն եք իմանալու։ Բայց իմանալու ես ինչքան է բերելու։ Աշխատանք պլանավորենք, գործեր պլանավորենք։ Բացի դա դարձու բնական որոշել մի խնդիրներ ունենք, չէ՞։ Գործեր ունենք։ Երբ որքանից խոսեմ արդ կլինի, ես որքովի գնաց ստանանալ եք այդպես։ Որտեղ ոնց տրամիկ է որքովի գողտապետություն բոլոր գործը։ Որքովով կարծիք ենք հայտնում։ Ազմայի ասեի, բայց ասի համբերը դուք կասեք։ Այո, ես է ձեր հատվեշին չարաշնարում չեմ կարում։ Հաջորդ է նորմատիվ իդարական այդտեղից մեջ բերում է, օրենքի 41 հոդվածից։ Դեռ այս պայմաններում շրջան իդարական նորմատիվ պետական դիպրոշների համապատասխան կատարվածությունից բախում են, որ դատավորի կարգապատման պատասխանության ենթարկելու նպատակով վարույթը որպես կանոն կարող է հարուցվել դատավորի կողմից նույնորքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտանության խախտելու հիմքով խախտումը վարույթ հարցով մամի կողմից հայտնաբերելուց 30 ժամկետում, բայց ոչ ուշ քան խախտումը կատարելուց 1 տարի հետո։ Դատավորի կարգապատման պատասխանության ենթարկելու հարցը ԲՏԽ որպես կանոն քննում է կարգապատման պատասխանության ենթարկելու մասին միջնորդություն ստանալու բայց 30 ժամկետում, որը բացառիկ դեպքերում բացառվում դատական խորհրդի հիմնված որոշման կարող է ոչ ավելի քան 3 ամսով երկարաձգվել։ Այդ փոխհատուցության մասին խոսել ենք դեպքերով ապահովելու ժամկետով։ Օրենքները սահմանել են, որ վարույթ հարցած մամի կողմից դատավորական վարույթի ընթացքում օրենքով սահմանված ժամկետները խախտել են և ԲՏԽ-ի կողմից դատավորի կարգապատման պատասխանության ենթարկելու միջնորդությունը մերժելու համար, եթե իհարկե դատավորը համաձայն է այդ ինքով խախտման։ Այդ կերպ ասած, դատավորի կարգապատման պատասխանության ենթարկելու հապճիկության ժամկետները նախատեսելով և գործը քննող մամին այդ ժամկետով սահմանափակելով օրենսդիրը հետապնդել է իրանչափ նպատակ։ Այն է հնարավորությունը դրել որոշակի ժամկետում քննել և լուծել հարցը, ապահովել դատավորի համար գործի որոշակի ժամկետում քննությունը, քանի որ վերոնշյալ իրավական կարգավորումների համապատասխանում անվիճելի է, որ տվյալ ժամկետների նախատեսումը ինքնանպատակ չէ և օրենքով սահմանված հստակ ժամկետների պահպանումը բխում է օրինականության սկզբունքից ու յուրաքանչյուր դեպքում օրենքով սահմանված ժամկետների վերաբերող պայմանները կրում են իմպերատիվ բնույթ, ուստի օրենքով սահմանված ժամկետի վերջում ակնկալվում է ունենալ արդեն ավարտված իդարական հետևանք։
դեռ ավելին, եթե ընդունվի այս մոտեցումը, թե կամ այն մոտեցումը, թե արարքի ու վարկի ժամկետները որքան սահմանված չեն, կամ չկա հստակ կարգավորում, ապա դա ըստ մեզ ինքնին կոնվենցիայով սահմանված նախատեսված խախտում է։ Հաջորդը փաստերն են գործիլուսման համակարգով նշանակություն ունեցող 26 կետով, ստեղ նշված են մասնավորապես թե երբ են բարոյթարացում են, երբ այն ընդհանրապես արարքը տեղի ունեցել կողմից կատարված, երբ նախարարական կապացան բարոյթարացել ինչ ժամկետներում, դա հետևից գրելի չեն կրկնի, թե նախապատմությունը, թե կոնկրետ դեպքով հասկական հանգամանքներ են, որոնք գործիլուսման, այդ միջնորդության լուսման համար ունեն էական նշանակություն։ Դե եզրափակեք բանը։ Ինչպես? Դե եզրափակեք։ Չկարտամ չէ՞ դա։ Չէ, երկու կետուց են երևի հասել։ Այսպիսով ամփոփելով վերաբերյալը արձանագրելով 26 թվականի հունվար 13-ի դրությամբ Դավիթ Հարությունյանին վերաբերված երկրորդ ակտի տեխնիկական ռիպորտը, այսինքն 13 դրամի թվականի չէ, այլ այսօր արդեն 19-ը, պարզ է, 13-ին եք պատրաստել, որ ներկայացրեք չասկերերի դրամները։ Վերաբերված ենթադրյալ խախտումի հարուցող մանուկովի հայտնաբերվելուց է պանցելը շուրջ 2 տարին ամիս, իսկ կարգապահական պատասխանության ենթարկելու մասին միջնորդությունը բռնխմբ ստանալու պահից ավելի քան 2 տարի 7 ամիս, ու ինքնում է որ վերոշնորհյալ օրենսդրական կարգավորումները եւ դրանց վերաբերյալնի է ու հատկապես բարձրագույն դատական խորհրդի հարկայական ցիկլական դիտողությունները, ինչպես նաեւ ստեղծված փաստացի իրավիճակը գրում է, որ ցանկացած մեկնաբանման դեպքում դրացել են դիմողի կարգապահական պատասխանության ենթարկելու վերաբերյալ օրենքով սահմանված վերոշնորհյալ բոլոր ժամկետները։ Անցել է նաև թե ենթադրյալ արարքի լավացության ժամկետը եւ թե բարոյթի քննության օրենքով սահմանված ժամկետները, ինչը հիմք է բարոյթ հարուցած բանի միջնորդությունը առանցքության թողնելու եւ կամ այն վերաբերելու եւ կամ դրա հիմնադրյալ կարգապահական բարոյթի պատժելու համար։ Որը բխում է օրինականության սկզբունքից, հետապնդում է իրավաչափ նպատակ, ինտերակտիվ է եւ չի կարող հարցողական կամ հայական մեկնաբանվել, ինչպես արձանագրել է ԲՏԽ իր նախկինում կայացած իր կողմից ավելի լավ հիշատակված որոշման մեջ։ Ուստեղ պետք է միաժամանակ կարող շեշտադրում արել։ Այդ ենթադրյալ բարոյության ժամկետները ընդհանրապես նեգատիվ տպավորություն առանցավեջերից ասում են թողում, որ ինքով բարոյթերացում։ Սա իմ պատճառով չես հիմքերը առաջացել։ Սա ԲՏԽ-ի կողմից երկու անգամ օրենքի, սահմանադրական օրենքի սխալ մեկնաբանման արդյունքում առաջացել է իրավիճակը։ Եկեք հիշենք սրա դեղանալու հակառակ դեր չէ։ Չակերտավոր։ Որ հիմա 26 թվականի 23 թվականի տերմինով իրադարձություն է դրանում դատավոր կարգապահական բանը։ Ավելին, վերոնշյալ ժամկետները դարձած մեր պայմաններում բարոյթի քննությունը շարունակել է եւ դրա արդյունքում որևէ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելը միայն 6-րդ հոդվածի համակարգի տեքստում կարգապահական բարոյթի նորմի հայացողություն դարձնում է մասնավորապես անսահմանափակ կամ այլական բայց այդ չեն ինտերսիվ Այսինքն ձեր կողմից նշված հիմքերով ըստ ենթակայական առանցքայնության թողնման կամ քաշման կամ մերժման այլ շնորհակալություն։ Վերջացրեք, չէ՞։ Ուղղակի պետք է նշեմ, որ այդ մեկնաբանությունները կամ այդ մեթոդաբանությունները օրենքի մեկնաբանման, որը ԲՏԽ-ն կիրառել է, թե Ստեփանյանի գործով չգիտեմ Անտոնյանը կիրառել է թե չէ, ուշադրություն չեմ նել, բայց սա ուղղակի հաստատի ըստ մեզ օրենսդրի կամքի վերափոխում ընդունելի չէ ձեզ։ Իհարկե։ Շատ շնորհակալություն։ Մենք լսենք նախարարության ներկայացումը։